Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայկական պետականության միջազգային ճանաչման ուղին եւ իրավական շարունակականության սկզբունքը, Լիդիա Մարգոսյան։ Եվրոմիությունը չի կրնար լրել Բաքվի մարդու իրավունքներու խախտումներու մասին նավթի թիմաց, Լուիս Մորենո Օգամբո։ Արցախի թեմի առաջորդը թիմած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահին, ինչու աշխարհը տարեր շարունակ հայկական լեռնաշխարհը կոչած է Սուրբ Երկիր։ Հայոց մշակութային հուշարձան Գարինի հին եկեղեցվո մեջ, Արաբկիրի ավանդական ուդեստը, աչակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության, միացեք մեր վետերաններուն։ Բողոս Տուբար Փաշան բարձաբես հանջարեղ քաղաքական ռազմավար մջեր տասական իմաստով, սակայն խորաբես ըմբռնած էր հիմնարար ճշմարտությունը։ Ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերը բարձաբես փախստականներու զանգված մջեին, այլ քաղաքական իրավունքներ ունեցող ժողովուրդ։ Այդ գիտակցությամբ ան գլխավորեց հայկական ազգային պատվիրակությունը իր արչև տնելով հիմնական նպատակը՝ հայկական պետականության վերականգնումն ու միջազգային ճանաչումը։ Հայկական հարցը միջազգային հարթակներուն վրա առաջ մղելու ընթացքին առանցքային էր այն գաղափարը, թե նույնիսկ պետականություն չունեցող ժողովուրդը գրնա եւ բարդավոր է ներկայանալ որպես քաղաքական գործոն։ Ցեղասպանութենեն յետք միլիոնավոր հայեր ծրված էին աշխարհով մեկ, սակայն այդ իրողությունը չէր նշանակեր, որ հայ ժողովուրդը գործընծուցած էր իր իրավական կամ քաղաքական ինքնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի դարիներուն հայ ժողովուրդը իր մասնակցությունը բերավ դաշնակիցներու ռազմական ջանքերուն։ 1916 թվականին հնչեց կոչմը ֆրանսական հրամանատարության ներքո հայկական լեգիոնը կազմելու։ Այսպես ստեղծվեցավ Արևելյան լեգիոնը, որուն շարքերը անցան ավելի քան 5000 գամավորներ։ Հայերը մասնակցեցան Բաղեստինի, Սուրիո եւ Գիլիկիո ազատագրման գործողություններուն։ Ընդհանուր առմամբ շուրջ 50,000 հայեր ծառայեցին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու բանակներուն մեջ համաշխարհային պատերազմի ընթացքին վճարելով իրենց բաժին քինը։ 1920 թվականը վճռորոշ եղավ հայկական պետականության իրավական ճանաչման գործընթացին մեջ։ Այդ տարվան ընթացքին Գերագույն խորհուրդը դե ֆակտո կերպով ջանցավ Հայաստանի Հանրապետությունը, իսկ 1920 թվական մայիսի 3-ին ան ջանցվեցավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներու կողմէ։ Օգոստոս 10-ին ստորագրվեցավ Սևրի դաշնակիրը, որով Օսմանյան կայսրությունը ընդունեց անկախ Հայաստանի գոյությունը։ Իսկ 1920 թվականի նոյեմբեր 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Ուդրո Ուիլսոն հրապարակեց իր իրավարար վճիրը սահմանելով Հայաստանի եւ Թուրքիո միջև սահմանները։ Այս բոլոր իրավական գործողությունները միասին կկազմեն ոչ միայն պատմական փաստերու շղթամը, այլ նաեւ ցեղասպանության հետևանքներու վերացման ուղղված իրավական գործընթացի հիմքը։ Հայաստանը նույնիսկ մինչև լիարժեք միջազգային ճանաչումը ուներ կառավարություն եւ միջազգային իրավունքի թերակատարի հատկանիշներ, ինչ որ հնարավորություն տվավ պահպանելու ազգի քաղաքական գոյությունը։ Պետք է սկոնը լալ պատմության եւ մեր իրավունքներու խաղաղեցման փորձերուն հանդեպ։ Ոչ մեկ հետագա համաձայնագիր գրնա իրավաբանորեն չեղարկել Սևրի դաշնակիրը, որ վավերացված է Օսմանյան սուլտանի կողմէ եւ կշարունակե գոյություն ունենալ միջազգային իրավունքի շրջանակներուն մեջ։ Պետության շարունակականության սկզբունքը հստակ է։ Պետությունը չի վերանար միայն այն պատճառով, որ կգտնվի բռնակրավման տակ։ Ազգի իրավական եւ քաղաքական անձնավորությունը կրնա պահպանվել նույնիսկ ամենեն ծանր պայմաններուն մեջ։ Այս է այն կարևոր ժառանգությունը, որ մենք պարտավոր ենք փոխանցել երիտասարդ սերունդներուն որպես գիտելիք, իրավունք եւ պատասխանատվություն։ Բաքվի մեջ բահվող հայ բանտարկյալները դատապարտված են Բաքվի կողմէ կազմակերպված կեղծ դատապարտությամբ։ Այս մասին գրած է միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օգամբոն։ Անոնք քաղաքացիական անձեր են, որոնք դատված են զինվորական դատարանի մեջ, ինչ որ մարդու հիմնարար իրավունքներու բացարձակ խախտում կհանդիսանա։ Բաքվի մեջ բահվող հայ բանտարկյալներուն թեմ իրականացված կեղծ դատապարտության են յետք, որոնք էթնիկ զդումներու եւ ցեղասպանության զոհ դարձած են, Եվրոպական միության հանձնաժողովը այլևս չէր գնար շարունակել անդեսել Բաքվի կողմէ գործադրվող մարդու իրավունքներու խախտումները գերարժեքված նավթ ստանալու նպատակով, գրած է Լուիս Մորենո Օգամբոն։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրտանես եպիսկոպոս Աբրահամյան պաշտոնական նամակով դիմած է Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին, բարձրացնելով Արցախի ժողովրդին դիմաց կանգնած երկու ծայրահեղ ծանր մարդասիրական խնդիրներ։ Հայ գերիներու ճակատագիրը եւ Արցախի քրիստոնեական ժառանգության շարունակական ոչնչացումը։ Նամակին մեջ հոգեվոր առաջնորդը շեշտած է, որ Բաքվի բանդերուն մեջ ապօրինաբար կբահվին հայ բադանտներ, նույնիսկ 2023 թվականի սեպտեմբեր 20-ի զինադատարեն յետք, մինչ բազմաթիվ ընտանիքներ դակավին կշարունակեն ապրիլ անորոշության եւ ցավի մեջ, սպասելով անհետ կորած հարազատներու մասին ովևէ լուրի։ Եպիսկոպոս Աբրահամյան գոչ կուղե Ամերիկայի իշխանություններուն իրենց ազդեցությունը օգտագործելու, որբեսի ապահովի Գարմիր խաչի եւ անկախ դիտորդներու անխոչնդոտ մուտքը գալանավորվածներուն մոտ։
Նամակին երկրորդ առանցքային բաժինը կվերապերի Արցախի պատմական եկեղեցիներու, վանքերու եւ գերեզմաններու համագարկված ոչնչացման Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներուն մեջ։ Նշված է, որ Շուշիի Գանաթ ժամը եւ Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն հողին հավասարեցված են, վտանգի տակ տնելով համաշխարհային քրիստոնեական ժառանգության մեկ մասը։ Արցախի թեմի առաջնորդը կբահանջե ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ միջազգային կառույցներու անհաբաղ փաստագրում։ Վրտանես եպիսկոպոս Աբրահամյան վստահություն կհայտնի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներու փոխնախագահային բարոյական հեղինակությունը եւ Հայաստան հնարավոր այցելությունը կգրնան վճռորոշ թեր ունենալ գերիներու ազատ արձակման, անհետ կորածներու ճակատագրի բարձրաբանման եւ Արցախի սրբավայրերու պահպանության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու մեջ։ Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներեն ի վեր ընկալված է որպես սուրբ երկիր։ Բազմաթիվ աղբյուրներ, առասպելներ եւ Աստվածաշունչը կվկայեն իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը մարդկության պատմության մեջ։ Նույնիսկ նախահայրենիքի պատկերացումներուն մեջ լեռնաշխարհը կհամարվի սկզբնավայր։ Միջնադարյան քարտեզագրության մեջ Հայաստանը ներկայացված է որպես հոգևոր եւ քաղաքակրթական առանցք, ինչի վկայություն է Մաթեո Փարիսի 1200-1259 թվականներու դեպի Սուրբ Երկիր քարտեզը, որ այսօր կբահվի Բրիտանական թանգարանին մեջ։ Չնայած հագահայ քաղաքականություններուն, պատմական ճշմարտությունը կշարունակե ապրիլ համաշխարհային հիշողության մեջ։ Հայկական լեռնաշխարհ, հայ, Արմենիա հասկացությունները մինչ այսօր կխորհրդանշեն հնագույն քաղաքակրթությունը, հավատքը եւ մշակութային ժառանգությունը։ Գարինը Էրզրումի շրջանին մեջ թրքական գոմե բռնագրաված արևմտյան Հայաստանի տարածքին վրա դեղագայված է հայկական լեռնաշխարհի մեջ ավելի քան 1900 մետր բարձրության վրա։ Նախկին հայկական եկեղեցի բադին փորագրված կյանքի դուն բարձրականդակը կխորհրդանշե կյանքի շարունակականությունը եւ հայկական մշակութային ժառանգությունը, վկայելով հայոց ցարավոր ներկայությունը եւ հոգեվոր ժառանգությունը արևմտյան Հայաստանի մեջ։ Խիսը Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքին հատուկ հնագույն ուտեստներն է, որ տարի շարունակ պատրաստված է տեղական ընտանիքներուն մեջ։ Անիգա գիսաչրիկ հագեցնող գերագուրմն է, որ հատկապես տարածված եղած է ցմրան ամիսներուն։ Խիսը կմատուցվի սխտոր մածունով եւ գրնա պատրաստվել թե աղուրմայի միսով, թե առանց միսի։ Այս բարձ սակայն սննդարար ուտեստը գարդացել է արաբկիրի խոհանոցին բնորոշ համեստությունն ու գործականությունը հիմնված հացահատիկի, գարակի եւ դեղական բաղադրիչներու վրա։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կաբրամտվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին բահաբաները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։